Բարև ձեզ։ Շարունակում ենք մեր գրական դավադրությունների շարքը 191 TV YouTube-յան ալիքում։ Ու այսօրվա մեր քննարկման թեման գիրքը ստեղծագործությունը լինելու է Գյուստավ Լեբոնի ամբոխների եւ ազգերի հոգեբանությունը, ամբողջովին պսիխոլոգիա народовый մաս։ Իրականում գիրքը իմ սիրելիներից է, ես քեզ անկեղծ ասեմ, հատկապես հենց այդ ամբոխների կառավարման մասով։ Ինքը դեռևս այսօրվանից 150 տարի առաջ կարացել է գիտականորեն այդ անատոմիան բացի, թե ոնց է մարդը ամբոխի մեջ կորցնում իր ինքնությունը, ոնց է զրկվում այդ պատասխանատվության զգացումից, ոնց է ձեռք բերում անանունություն որոշակի, իրեն թվում է թե այդ ամբոխի մեջ կարող է կատարել որոշակի գործողություններ եւ ընդհանրապես անպատիժ մնա։ Էլի ինչ հետաքրքիր բան կուզեի նշել, որ ըստ իր վերլուծությունների ամբողջները կառավարում են ոչ թե տրամաբանությամբ, այլ պատկերներով, առասպելներով, էմոցիաներով, այսինքն ամբողջի այդ առաջնորդը ինքը շեշտը դնում է ոչ թե անձանց տրամաբանության վրա, ինտելեկտի վրա, ինչ որ փորձում է տրամաբանական հաստատներ բերի, այլ ավելի շատ հենց կպնում է ներքին զգայական, զգացական էմոցիաներին։ Ու ինչով է այսօր այս թեման հետաքրքիր, գիրքը կամ ընդհանուր թեման, որովհետև ինձ թվում է, երբ մենք քննարկում ենք, որ սա անմիջականորեն կապված է այսպես կոչված հիմա շատ մոդայիկ դարձած հիբրիդային պատերազմ տերմինի հետ։ Եթե նայում ենք ընդհանուր հիբրիդային պատերազմը, քարոզչության իմաստն է, եւ քարոզչությունը եւ հիբրիդային պատերազմի տարրերից մեկն է, տարբեր ձևի հիբրիդային պատերազմի ուղղություններ կան։ Քարոզչությունը ամենահիմնական ուղղությունն է, որովհետեւ մենք հիմնականում քարոզչությունը գիտենք հենց Լեբոնի բանը, բայց քարոզչության տեսակները կան եւ հիբրիդային պատերազմի տարբեր ճյուղեր կան։ Ինչպես ասացինք, միայն քարոզչությունը չի, նաեւ տնտեսական լծակներն է, որը որպես հիբրիդային պատերազմի մաս կարող լինի, նաեւ բաները քաղաքական աջակցությունը, մենք կիբերհարձակումները, որ դրանք բոլորը հիբրիդային պատերազմի մասերից են, բայց հիմնական մասը, հիմնական ամենամեծ ծավալը դա քարոզչությունն է, եւ այդ քարոզչության մեջ մարդկանց ուղեղների լվանալը, այսպես ասած, brainwashing-ը, թե ինչպես է կատարվում։ Արի մի հատ, քանի որ մարդիկ ներքին ուղեղների լվացումը, որ նայում ենք ինչպես է կատարվում, եւ հետո կապենք այդ ներքինը արտաքինի հետ։ Հիմա ինչքան էլ տարօրինակ չթվա, մենք քննարկում ենք ինչ կարող ենք, ինչ գիրք կարող ենք ընտրել։ Մեր պարագայում, հայկական պարագայում Դավթյանի ընկեր Փանջունին է, որ ու կերպարներն են շատ համահունչ այսօրվա հետ կապված։ Ինքը եթե վերցնենք արտաքին ազդակները, ընկեր Փանջունին ինքը նույն քարոզչության ամենահիմնական կերպարներ, որը որ իր գաղափարներ էր քարոզում ու իր գաղափարներով փորձում էր թելադրել դեմագոգիայով փորձում էր մարդկանց ուղեղները լվանալ։ Հիմա եթե դրան ավելացնում ենք արտաքին էլեմենտը, լրիվ դառնում է պատերազմ ամբողջությամբ, բայց հիմնական թիրախը որն է, որ դատար գաղափարների արտահայտելով, որ ինքնա չէր հասկանում գաղափարի խորությունը, կարողանալ մարդկանց սրտերը գրավել, նույն եկեղեցու դեմ, նույն քաղաքական իր հակառակորդների դեմ, ու ինչն աստեղ ամենահիմնականը եւ Լեբոնի եւ Օծյանի հետ կապված նայեք, որ ընդհանրապես կարող լինի, առանձին մի հատ թեմա է Փանջունու կերպարը, որ պետքա պարտադիր մենք հետաքրքիր է ամեն հաղորդումից հետո ասում ենք առանձին խորանանք, գանք մի օր Փանջունուն նվիրենք, որտեղ ոնց է կարողացել Օծյանը նկարագրել ընդհանրապես հայկական քաղաքական, որ ինքը չի ոնց որ հիմա մենք Թումոյանի վրա ենք շատ կենտրոնացած, որ Թումոյանի հեքիաթները ոնց են կարողացել արտացոլվել Հայաստանի ընդհանուր ազգի հոգեբանության մեջ, բայց Օծյանը իմ կարծիքով շատ քիչ գնահատված է քաղաքական առումով, որ մենք տեսնում ենք, թե ինչա կարողացել Օծյանը ոնց է կարողացել նկարագրել ու ոնց է կարողացել կանխատեսել, որ մի օր է գալու, որ Փանջունիներ են հայտնվելու ու իրենք Փանջունիները իրանք են ղեկավարելու այս երկիրը։ Հիմա ինքը որպես հումորի ծաղրանքի բանով է ներկայացնում Փանջունիներին, բայց իրականում ու ազգային հողի վրա շատ հետաքրքիր է, որ ազգային դարդերով
տապակվող կերպարներ, բայց եթե հակառակ բանով ենք նայում, երեսից ենք նայում, այսինքն ազգային ինքը ներկայացվում է որպես ապազգային։ Նույնը հետո հակառակը ինքը ապազգայինը վերցնում է ներկայացվում շատ նման է նրան եւ նաեւ այնտեղ մի հատ հետաքրքիր բան կա, որ հիմնական բանը քննադատական մտածելակերպի իշտափարկությունը, որ ցանկացած սաղ որ գծվում է, ցանկացած քարոշչական միտք որ գծվում է, պետքա ինչ որ ֆիլտրով անցկացվի այդ միտքը, որ կարողանա քննադատական մտածելակերպն է, որ կարողանաս բռնացնես անտրամաբանությունը այդ մտքի։ Եթե այդ քննադատական ֆիլտրով չի անցկացվում, ինքը դառնում է մասաների համար, ամբողջի համար ինքը հեշտ ուտվող նյութ, բայց բոլոր երկրում, աշխարհի բոլոր պետություններում այդ ֆիլտրի դերը, որ չի թողում արտաքին գաղափարները, արտաքին ազդակները, արտաքին քարոշչությունը, որ երկիրը մտնի, ինքը պետության ֆունկցիան է, որ պետությունը ինքն է բլոկ դնում, բայց մեր մոտ ոնց որ տեսնում եմ հակառակը, պետությունն է նպաստում, որ այդ եղտոտ գաղափարները հակապետական պետության հիմքերը քայլով մտնեն երկիր ու սկսեն քայքայել երկիրը եւ եկեղեցին եւ եկեղեցին եւ անվտանգության համակարգը եւ ընդհանուր ազգի արժեքային համակարգը։ Այսինքն պետության հիմնական ֆունկցիաներից մեկը այս պետք է լինի հիբրիդային պատերազմներին դիմակայելը։ Արտադիր ինքը նաեւ այն մարդիկ ովքեր հիբրիդային պատերազմ են մղում, դրանց դեմը պայքարելը, նաեւ այդ մարդկանց բլոկ անելը, ոչ թե ինքը նպաստելը, որ այդ մարդկանց գաղափարները տարածվեն։ Դες օրինակ ինչն է հետաքրքիր, երբ մենք խոսում ենք անդադար հիբրիդային պատերազմից, հիմա այլ եմ ասում շատ ակտուալ է դարձել, միշտ տպավորության հիբրիդային պատերազմը պետքա դրսից վարվի։ Ու այն ինչ դու ասում ես, որ պետությունը պետքա վահանի պես, այսպես ասած, պաշտպանի իր երկրի քաղաքացիներին, իր պետության անվտանգությունը այդ արտաքին հարվածներից։ Եթե այն դեպքում, երբ որ արդեն չի սովոսկել, հիմա եթե բան ծրագրավորման բանով ասեմ, մինչև վիրուսը արդեն մտել է համակարգին, եթե վիրուսը չի մտել, ինքը նույն ձևի ֆունկցիան անտիվիրուսը պետք է անցանի, որ չմտնի, բայց որ արդեն մտավ, հիմա փաստացի մտել է, պետք է կարողա նենց պետք է անենք, որ անտիվիրուսնիկներ լինեն, որ կարողանա դուրս գա։ Հիմա երկու ֆրոնտով պետք է աշխատել։ Եւ արտաքին եւ ներքինը ոչնչացնել։ Մենք հիմա շատ խոսել ենք վիճակում ենք քասկերի բուժմանը, հա, մենք նախորդ անգամ խոսել ենք այդ դրա հետ կապված, բայց շատ սարսափելի վիճակում է, որ նաև ներսից է աշխատում ինքը։ Հիմա դրսից էլ են գալիս ազդակները, բայց ներսից էլ է այդ նույնը ամեն ինչ աշխատում իր սարմերը ունի, ինքը այդ բանը տարածվում է։ Լավ, եթե մենք փորձենք կարճ ամփոփել, մի քիչ բերենք իրար։ Այսինքն Երևան Դոկյանը գեղարվեստորեն եւ երգիծանքի լեզվով տվել է այն, ինչ Լեբոնը գիտականորեն է ներկայացրել։ Ինքը կապ ուղակի բանի առումով է, քարոզության առումով։ Լեբոնը երկուսի բերքել հենց դրանում է, թերևս այն որ դու ասացիր, այդ քննադատական մտածողության անջատումն է, որ ոչնչացում ամբողջի մեջ ու որ անընդհատ կրկնվող գաղափարները մակերեսային որ մարդկանց վրա նստացնեն։ Դա այսպես ասած դա թե կատարելության ասել Գեբելսի ժամանակներում ֆաշիստական Գերմանիայում։ Մի քիչ ավելի խորացի, ավելի մասնագիտական ձևով Ես կուզեմ գիտես ինչ Դեբոնին թողնենք այսպես ասած մարդկանց խորհուրդ տանք մեր դիտողներին թող կարդան ամեն դեպքում բայց արի խոստանանք որ ընկեր փանջունու մասին ընկեր փանջունու մասին խոստանանք առանձին եթե բայց ես կուզեմ տես ինչի մենք սկսեցինք որովհետև ոնց որ քննարկման ընթացքում հիմնական մեխը այն էր որ եթե 100 տարի առաջ 50 տարի առաջ կամ 150 տարի առաջ կամ անգամ 20 տարի առաջ այդ ամբողջավարությունը դա պետքա լիներ հրապարակներում մարդիկ հավաքվեին կամ լավագույն դեպքում ինչ որ թերթերում հոդվածներ կամ տեքստեր գրելու տեսքով ապա այսօր սոցիալական ցանցերը Facebook, Instagram, TikTok ու մնացածը տվել են այդ հնարավորությունը որ մարդ կարա ամբողջ վարի անգամ տնից դուրս չգալու Իմիջիալից հիբրիդային պատերազմ Իմիջիալից ասենք դոգը երևի թե դրա ամենակարկառուն օրինակն է որ մարդը Հայաստանում չի գտնվել մենակ իր լայվերով ինքը կարողացավ ընդու միջև քաղաքական կուսակցություն բացի քաղաքապետի ընտրությունը ինքը Ավինյանին ինքը ընտրեց հաստատ ինքը թելադրող եղավ այսինքն մարդը Հայաստանում չգտնվելով ու բացառապես սահմանափակելով ինքը դարձավ Երևանի քաղաքապետ դե հիմա ինչ է նշանակում բացառապես երկրում չգտնվելով սահմանափակելով Facebook-ի ու YouTube-ի հնարավորություններով մարդը կացող քաղաքական գործոն դառ իրավիճակը փոխի Հայաստանում ինձ թվում է սա արդեն բավարար օրինակ է եւ բավարար հիմնավորում է որ այն ինչի մասին Լեբոնը կամ Օջանը խոսում են այդ ամբողջերի կառավարման մասին մենք հասկանանք որ դա հիմա տեղ ունենում սոցիալական ցանցերում
Հիմա արի հասկանանք թե այսպես ասած նշումներ էինք անում թե այդ սոցիալական ցանցերում եւ ոչ միայն ոնց է դրսևորվում հիբրիդային պատերազմը, հա? Հիբրիդային պատերազմ, այսինքն ինչ որ մի երկրի կողմից պայմանական մյուսի դեմ վարվող ոչ այդ կոնվենցիոնալ պատերազմի տեսակ, հա, ոնց դու ասացիր, դրսևորվում է տեղեկատվական, ինչ որ ճնշումների տեսքով սանկցիա, հա, տնտեսական, քաղաքական կարող լինեն ճշմարիտ կիբեր հարձակումներ եւ այլն եւ այլն։ Հիմա արի ես առաջարկում եմ նախ, հա, իմիջիալը տեսել եմ ուզում ասեմ, որ հիմնական թիրախը մենք հասկանում ենք, չէ՞ որ բոլորը խոսում են կիբեր այդ հիբրիդային պատերազմի մասին, ակնարկելով կամ բացահայտելով Ռուսաստանը։ Մենք որևէ կերպ չենք հերքում, որ Ռուսաստանը վարում է կամ որոշակի քայլեր անում է, վարում է, բայց ով է ասել, որ մյուս երկրները չեն վարում։ Թուրքիան չի վարում, Ադրբեջանը չի վարում, ԵՄ կամ ԱՄՆ-ն չեն վարում։ Ընդհանուր չի բացառվում, ասենք տեսականորեն Չինաստանը կամ Իրանը, եթե իրենք որոշակի շահերում են։ Երկարաժամկետ ավելի առկա։ Հիմա ինչ եմ ես առաջարկում, արի մենք այս կոմպոնենտները, որ նշել ենք, հերթով ուղղակի քննարկենք, հասկանանք թե որ ֆրոնտով ինչը ավելի շատ դրսևորվում, որ ով է ինչ վարում, այսինքն մի կողմից մի երկրի ասած արդյոք հիբրիդային պատերազմը, մյուսինը հիբրիդային պատերազմ չի։ Հա, օրինակ, եթե սկսենք բանից հիմա Մարիա Զախարովայի հայտարարությունը, որ ամենա հետաքրքիր եւ գեղարվեստական հայտարարությունն էր, որ ասաց, որ մենք կաջակցենք Հայաստանի կառավարությանը հիբրիդային պատերազմի դեմ պայքարելուն, եթե դրա զուգահեռ նայում ենք, նույն ձևի Եվրամիությունը հայտարարություն արեց, որ մենք 15 միլիոն ոչ թե հայտարարություն, այլ ֆինանսական աջակցություն եւ ասաց, որ մենք հիբրիդային հիմա ո՞րն է տարբեր։ Ու արագ արձագանքող խումբ են։ Երկուսը նույնն են ասում։ Այսինքն ոնց է դիտվում, որ մեկի դեպքում հիբրիդային պատերազմ, մյուսի դեպքում աջակցություն է։ Այսինքն դա դիքորոշումից է, ո՞րն է հիմա, ո՞րն է ավելի հիբրիդային պատերազմ, որը հիբրիդային պատերազմ չի։ Հիմա եթե այսպես ասած, եթե նույն Պուտինը հայտարարեց, որ ներողություն եմ ասում, հետո դուք շարունակես, հայտարարեց, որ բանա մենք հույս ունենք, որ ռուսական ռուսական ազդեցության որոշակի դեմքեր կմասնակցեն բանին, ռուսական քաղաքացիական գրառություն։ Հիմա այն միսա ինքը աջակցությունը հայտնեց որոշակի ռուսական ուժերին։ Հիմա վերցնենք Ֆիդանը հայտարարեց, որ մենք աջակցություն ենք հայտնում Նիկոլ Փաշինյանին։ Հիմա Վենսն հայտնեց։ Այո, Վենսն հայտնեց։ Այսինքն ո՞րն է, որ մի դեպքում է հիբրիդային պատերազմ, որ մի դեպքում հիբրիդային պատերազմ չի։ Դու ինձ ասա, այսինքն ի՞նչն է, որ եթե նայում ենք ընդհանուր հարստության եւ հենց դա ես առաջարկում եմ, որ այս մեր քննարկման արդյունքը լինի այն, որ այդ մի հատ ինչ-որ երկակի ստանդարտներից դուրս գանք, եթե մենք ասում ենք օրինակ, որ Պուտինի կողմից Սամվել Կարապետյանին աջակցություն հայտնելը, հա, բայց ինքը Սամվել անուն չտվեց։ Դե ինձ թվում է բոլորը էլ հասկանում են, թե մի դեպքում անունը չտվեց։ Հա, համաձայն։ Այդ առումով այսինքն ինքը ավելի թույլ գրող է իրականացրել, եթե պատերազմի շրջանակներում տենց նայենք, քան այն մարդիկ, ովքեր ուղղակիորեն նշում են, որ մենք աջակցում ենք Նիկոլ Փաշինյանի։ Հիմա նույն Բայրամովն էլ հայտարարություն արեց, նույն Ալիևն էլ հայտարարություն արեց, թե որ դեպքում ինչ քայլեր կանի։ Կամ նույն ձևի, եթե հիմա Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն անում ցեղասպանության հետ կապված ադրբեջանցիների այսպես կոչված, այսինքն սուտ հայտարարություն անում, որ 18 թվականին դերել է Խոջարոյի մասին իր հերթին, որ իրանք անում են։ Հիմա դա հիբրիդային պատերազմի մաս չի, չեզոքացնելու մեր իրական տեղի ունեցած ցեղասպանությունը, որ հակակայլ չկարողանանք անել։ Ցանկացած քայլին հակակայլ են իրանք մտածում։ Դա մաս չի հիբրիդային պատերազմի։ Միանշանակ մասա, ես գիտես ինչ, օրինակ Ադրբեջանի մասով անգամ չեմ էլ ուզում շատ խորհանալ, որովհետև դա պարզ է, բայց եթե դու այդ բլոկը չեզոքացնում ես, Լևոն ջան, ինչ է ստացվում, եթե էդի դու ամենամեծ, որը պատերազմական գել արած չէ, եթե բան եք նայում, այսպեսի հասկացության կա գեներալնի պրոտիվնիկ, այսինքն եթե բոլոր երկրները ցանկացած երկիր ունի իր հիմնական գլխավոր հակառակորդը, եթե այդ գլխավոր հակառակորդը մենք չենք դիտարկում, էլ արդեն մանր մունր հակառակորդների հիբրիդային պատերազմը քննարկում ենք, այսինքն քո հիմնական վտանգը որտեղից է գալի, գլխավոր հակառակորդից։ Պարզ ասեմ, եթե բանով մարդը ձիաով վարակված է, ինքը հիմնական թիրախը պետք է լինի ձիհայի դեմ պայքարելը, որ իմուն համակարգը կամ քաղցկեղով է հիվանդացել կամ
թոքախտովա հիվանդացած։ Էդի թողած մարդը մտածի ենթադրենք մի հատ մատի վրա գործնուկ աճել, թե չի աճել ու հիմնական բանը խոսույթը դարձնի այդ գործնուկը, այդ մի քիչ բանը։ Okay, հիմա որ ասում ես արի չեզոքացնենք, հիմնական հակորդի մասին չխոսանք։ Էդի կարանք մի կողմ դնենք, մենք խոսանք ավելի բարձր բաներից։ Դες, ես ասեմ, չխոսանք այն առումով, որ դա պարզա եւ սпасելի է, այսինքն Ալիևի եւ Բայրամի հայտարարությունը պարզ չի։ Ինչ թվում է հասարակությանը Ալիևի ցանկացած հայտարարություն հասարակությունը by default ընկալում է որպես հակահայկական։ Բայց այ Պուտինի ու Վենսի հայտարարությունների մեջ արդեն միանշանակ չէ, այսինքն երբ Պուտինը աջակցում է որոշակի ռուսական անձնագրերով ռուսական քաղաքացի ունեցող քաղաքական գործիչների Հայաստանում, դա ընկալվում է որպես հիբրիդային պատերազմ, որոշակի շրջանակներ գնահատական են առնամազնային տալի։ Այդ երբ որ Վենսի աջակցությունը հայտնում Փաշինյանի կառավարությանը, այդտեղ այդ նույն անձինք, այդ նույն շրջանակները չեն տալիս այդ քաղաքական գնահատականը։ Անուն արդարության պետք է ասենք, նաև նույն ժամանակին նույն էլի հիբրիդային պատերազմի հակառակ էֆեկտի հետ կապված, նույն Ալիևը եթե ինչ-որ մի քաղաքական process-ի կամ ինչ-որ մի գործընթացի աջակցություններ հայտնում, հակառակ էֆեկտներ Հայաստանում։ Դա իկար գիտակցաբար աներ, այսինքն դա էլ ֆիլտրը որն էր, որ ինքը թույլ չտա, որ այդ ազդեցությունը տարածվի Հայաստանում, այսինքն ընդհանուր հայկական խոսույթը այնքան ավելի արժեքավոր լինի քաղաքական ուժերի, որ դրսի մարդկանց ասածը այդքան արձագանք, որ ավելի շատ չհավատան Պուտինին, Ալիևին, Էրդողանին կամ Վենսին, քան հայաստանությունները։ Դա է լեգիտիմության ավելի բարձր, խոսում ենք լեգիտիմությունից ինքնիշխանությունից, ամենաբարձր լեգիտիմությունը նա է, որ քո տվյալ իշխանության խոսքին ավելի վստահ են, քան այլ երկրների մարդկանց խոսքին։ Օրինակ, դες մինչև 20 թվականը հենց տենց էլ եղել է, մինչև 20 թվականի պատերազմը Ալիևի հայտարարությունները մեծ արձագանք չէին գտնում Հայաստանում։ Էլի քաղաքական շրջանակները փորձագիտական քննարկում էին, վերլուծում էին ինչ-որ եւ այլն, բայց եթե դու շարքային քաղաքացուն հարցներ, ինքն անգամ չէր իմանա թե Ալիևը երբ ՄԱԿ-ի ամբիոնից, թե ինչ-որ ասենք Ադրբեջանում ինչ-որ մի միջոցառման ժամանակ կամ լրագրողին հանդիպման ժամանակ ինչերա հնչեցրել։ Այսօր Ալիևը օրակարգ է թելադրում Հայաստանում։ Իր ամեն մի բառ, ամեն մի հայտարարությունը մեր ներքաղաքական դաշտը ամբողջությամբ խառնում է իրար։ Նույն ձևի ես քեզ կասեմ նաև Պուտինի հայտարարությունները նույն տնտեսական գծով, որ ասում ենք, որ մարդը հայտարարություն է անում գազի գնի հետ կապված, այդ գազի գինը ինքը պատահական հայտարարություն չի, ընտրությունների նախաշեմին հայտարարումը ասում է դու գիտեք $165 է բանի Հայաստանի համար գազի գինը, սակագինը, իսկ եվրոպական երկրների համար $600, բայց այդ ընթացքում ինքը չի ասում այլ երկրների համար ինչքան է դու ուսումնասիրել ես։ Բայց օրինակ դες, եթե խոսանք գազի գնի մասին, այո, Ռուսաստանը միշտ գազը ընկալել է որպես քաղաքական կոմպոնենտ, լծակ եւ հիբրիդային պատերազմ։ Հայաստանը այդտեղ մաներ, այսպես ասած, երկիր է, ինքը դա միշտ Եվրոպայի հետ իր շփումներում հենց այդ գազն է եղել, այսպես։ Ուկրաինայի Եվրոպայի հետ լծակ դեպի արևմուտք։ Բայց հանուն արդար չէ, եթե մենք խոսում ենք ՌԴ-ի մասին, այս թեմայով։ Դες 2019 թվականից գազի գինը $165 ու պայմանագրի մինչև 2031 թվականն է։ Տեսականորեն կարող է վերականգնվի, տեսականորեն կարող է փոխվի, բայց նույն միակ երկիրը, որ մեզանից ավելի էժան է ստանում, դա Բելարուսն է մոտ $130, մնացած բոլոր երկրներում նույն ասենք Վրաստանն է, որ ավելի մոտ է ու տրանզիտով է անցնում, $180-ից $220 է ստանում, Թուրքիան մինչև $400, Չինաստանը մինչև $300, ԵՄ-ում երբ որ դու ասես $500-600, գիշես մի պահ ԵՄ-ն անցավ բանը, սվոպային գնումներին, այսինքն օրվա կուրսի հետ, ոնց այդ արժեթղթերի շուկայում գազի գինը փոխվում էր, մինչև $2000 պլյուս է եղել։ Որը պատկերացրա ապրանքների գինը 4, այսինքն ինքը իրանք հասկանում են, որ ինչ են ասում։ Հերիքա 20% թանկանա ու ամբողջ պոտենցիալությունը $130-ից $600 դա ինչ դիապազոնը խաղալու 4 անգամ, 3 անգամ ինքը ասում է ավելա լինելու ձեր ապրանքների գինը։ Բայց այդտեղ ուրիշ ձևով մի հատ եթե նայենք, մենք էդի էլի դրական է ցանկացած պետության։ Եթե դու ուզում ես ազատագրվես այդ հիբրիդային մասնիկը, տնտեսական մասնիկն է, դու ասում ես Ադրբեջան, նույն ձևի ադրբեջանական հացահատիկա եկող, ազատական բենզինը, այդ լծակը մի լծակը, արես ես մյուսին, այդ հիբրիդային պատերազմի լծակներից մեկը տնտեսական։ Այն ժամանակ ինչ արեց Ռուսաստանը Վրաստանի հետ,
Եթե տնտեսությունը կապված էր Վրաստանի հետ, միանգամից արգելեց գինիների ներմուծումը ու ինչ եղավ վրացական մի քանի տարի ինքը չէր կարողանում խելքի գալ։ Մեր հանդիպել օրինակ դեղել են հայկական կոնյակի մեջ են ինչ որ իհարկե նույն ձևի Տաոշյան դեպքերի ընթացքում մինչև 44 օրյա պատերազմը որևէ մի բանը մեկը չէր կարող կասկածել, որ ադրբեջանցիները շուկաները Ռուսաստանում ադրբեջանական էին իրանց գործերին սկսեցին տրորել։ Հիմա մինչև այսօր այդ պատկերը դրանով Ռուսաստանը ինչի էր թույլ տալի այդ տրորերին, որ հասկացներ, որ ժողովուրդ ջան, ինչա կատարվելու հետներդ, որովհետև ես օգնություն չեմ մատուցելու ձեզ պատերազմի հիմնական պատերազմի ժամանակ։ Այսինքն դա մինչև պատերազմը ինքը սիգնալներ է տալիս։ Ինքը վախ է քարոզում, որ ժողովուրդ եթե սա չանեք, սա կանենք։ Հա, բայց դες ես շարունակելով, եթե այսպես ասած, եթե ռուսականի ալտերնատիվան ադրբեջանականն է, ապա արդյոք արժի այդ ալտերնատիվայի գնալ։ Դա հիմա մենք ընդհանուր հիբրիդային կոմպոնենտներից մեկը, այսինքն երկիրը այնքան պետք է ինքնիշխանվի, որ որևէ մեկը չկարողանա այդ լեզվով հետ խոսա։ Okay, հիմա ես ըստեմա պետք է ասեմ, ոչ մի երկիր ինքնիշխան չի, անգամ ասենք ԱՄՆ եւ Չինաստան ինքնիշխան չեն։ Մելի իրանք Եվրամիությունը եթե վերցրեք, ինքը Եվրամիությունն էլ ինքնիշխան չէր, այն բանով, որովհետև գազով կախված է Ռուսաստանից։ Ինքը ամեն դեպքում ինչ-որ մեկից կախված է լինելու։ Հիմա հարցը, եթե ընտրությունը դրված է Ռուսաստան թե Ադրբեջան, ինձ թվում է, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց ինձ թվում է շատերը կհամաձայնվեն, այստեղ ընտրությունը ակնհայտ։ Կարելի է ինչ որ փորձել, օրինակ Վրաստանը, տես Վրաստանը լես առնով կախված է Ադրբեջանից, իրանք այդ ծոքարից են ստանում, բայց մոտ 80-90%-ով։ Այն 10%-ը Վրաստանը ստանում է դեպի Հայաստան գնացող գազի տրանզիտ Ռուսաստանից, հա։ Ստանում ավելի թանկ, բայց իրան պետքա ցույց տա Ադրբեջանին, որ գիտեք ինչ կա։ Մենք ձեզանից կախված ենք, եթե գները թանկանան, մենք կարող ենք Ռուսաստանից մի քիչ ավելի շատ արի մոռացի, որ նույն ադրբեջանական գազն էլ հիմնական գազը, ռուսական գազն, Ադրբեջանի գազի պաշարները այնքան չէ, իր բնակչությանը չի ելիքում։ Էլի եթե այստեղ ուրիշ բան դու այսինքն ռուսական գազը այս անգամ առնում ենք այլ ճանապարհով Ադրբեջանից, անունը Յարդիկը փոխում ենք Ադրբեջան, թե նույն բանն է սա։ Այստեղ ալտերնատիվը Իրանի գազն է, իրանական գազն է, բայց իրանական գազի հետ կապված էլ, եթե մենք հիմա նորմալ հարաբերություն չենք ունենում ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ, եթե իրանք սանկցիաներ են դնում Իրանի հետ կապված, արդեն իրանական գազն էլ չի լինում։ Ու մինչև պատրաստվել է իմ ասած շատ տնտեսական բան խորացանք, բայց ասածս հիբրիդայինի մասին է, թե ոնց խոսույթը կարող ազդի մարդկանց վրա։ Դա վարիանտներ խոսույթը, եթե նույն ձևի փոխվարչապետը Հովերչուկը հայտարարում է, որ ատոմակայանի երկարացումը, եթե Հայաստանը Եվրամիություն գնա, ԵԱՏՄ-ի երկրների նույն կարգը չի սահմանի եւ ձեր ատոմակայանը չի երկարացվի։ Այսինքն նույն ձևի իհարկե, ռուսական անվանը հիբրիդային հարթակում, չէ՞։ Ես կասեմ, որ դա նորմալ է, բայց հենց ԵԱՏՄ-ի իմաստը ինչ, այսինքն այդ օրենսդրությունը, այդ սակագները, որ նշված են, ասենք ատոմակայանի կամ գազի գնի, դրանք նախանշված են ԵԱՏՄ անդամ պետությունների համար։ Բայց նույն Վրաստանը ավելի մոտ է Ռուսաստանին տրանզիտ առումով, հա, տարանցիկ առումով, այսինքն այդ գազի տեղափոխման ծախսը շատ դեպի Վրաստան շատ ավելի էժան է, քան դեպի Հայաստան։ Բայց ոնց որ Հայաստանը ստանում է $165, իսկ Վրաստանը $200, ես էդի չեմ ասում բոլոր երկրները մյուս երկրի վրա տնտեսական հիմա եթե վերցնում ենք Թրամփի հայտարարությունը նույն ներմուծման հետ կապված, ինքը բոլոր երկրները Ամերիկայի տնտեսությունից կախված են։ Ինքը մաքսատուրքերը բարձրանալը, բայց եթե դու արդեն հայտարարում ես այդ մասին, դա արդեն լծակ է հիբրիդային։ Այսինքն Թրամփը ամբողջ աշխարհին հիբրիդային պատերազմը հայտարարել։ Ինքը կարա դիտվի ոչ թե պատերազմը, ինքը հայտարարել է, որ ինքը չի էլ թաքցնում։ Շատերի դեմ կիրառել է դա։ Չի էլ թաքցնում դա, ու մեկի մոտ աշխատում է, մեկի մոտ չի աշխատում, այդ արդեն երկրի դեմադրողականությունից է կախ։ Դա վստահ եմ, այս թեման շատ խորնանք, ես արի առաջարկում եմ նախ նա կիբեր հարցակումների թեմայից խոսանք, որովհետև կիբեր հարցակումներն էլ են հիբրիդային պատերազմի մաս։ Տես, էլի կարելի է շուտ դիտարկել տարբեր երկրներ, բայց ինձ թվում է Հայաստանը որպես թիրախ էլի ամեն դեպքում առաջին հերթին Ադրբեջանը պետք է դիտարկի։ Որոշակի ինչ-որ մամուլը մարդահոստեր եղել են, որ ինչ-որ պետական կայքեր են կոտրել կամ ինչ-որ տվյալներ են դուրս եկել, բայց երևի թե իմ համար այսպես ասած ամենախոցելի կետը դա իսրայելական այդ Pegasus ծրագիրն է, որը թիրախային ցանկացած մարդու հեռախոսահամար, ցանկացած Բարսաշյան պաշտոնյայի, չգիտեմ, սկսած վարչապետից նախարարները վերջացրած ասենք ինչ-որ զինվորականներ, շտաբի պետ եւ այլն,
յուրաքանչյուրի հեռախոսը որևէ կերպ ապահովագրված չի։ Իսկ հեռախոսը ինքը դառնա մեր կյանքի ամենօրյա մասնիկը։ Դու մի հատ ուրիշ ձևի նայ, բայց հեռախոսը դու թիրախային է, բայց դու սերվերները նայ, թե սերվերները որտեղ են գտնվում։ Հիմա իմանալով հիմնական սերվերները, ինտերնետային սերվերները հաստատ Ռուսաստանում չեն։ Հա, միանշանակ։ Արևմտյան աշխարհում, եթե Թուրքիայում սերվերներն են, Թուրքիայում, Գերմանիայում, հիմնական Ամերիկայում, դա Չինաստանը ինքը իր ինտերնետը առանձնացրել է։ Դա արևմտյան սերվերներ Հնդկաստանում կան, Շրի Լանկայում, Էմիրատներում, այդ արաբական աշխարհում սերվերները Թուրքիայում են, այսինքն դրանից հետո հիբրիդային պատերազմը ոնց է մղվում։ Ռուսաստանը ավելի շատ ռեսուրս ունի գիբեր բանի հետ հիբրիդային պատերազմի ուղղությամբ թե Թուրքիան ավելի մեծ ռեսուրս է։ Այս ֆրոնտում, այս դաշտում ինձ թվում է Ռուսաստանը բավական զիջում է տնտեսական գազի դաշտում, այնտեղ իմ կարծիքով Ռուսաստանը ավելի լծակներ ունի, բայց այս մյուս բանում նույն ինչի Թուրքիան պետք է չօգտագործի այդ իր սերվերները բանի Հայաստանի դեմ։ Մի վարքյան, sense։ Եթե օրինակ Amazon-ի կամ Microsoft-ի կամ մեկ այլ ընկերության սերվերներ, որոնք տեղակայված են տարբեր երկրներում, այդ թվում նաև Թուրքիայում, ու հայկական որևէ կառույցի, պետական կառույց կամ ինչ որ ասենք անվտանգային պաշտպանական, հա, տեղեկատվությունը պահվում է այդ սերվերների վրա, դու երբեք վստահ չես կարող լինել, որ նույն ԱՄՆ-ն, անգամ ոչ, ասենք լավ, Amazon-ը, Microsoft-ը կամ Google-ը, ոչ դիտավորությամբ է դարել։ Ուղղակի ավելի հարմար է, չէ՞, որ սերվերը մոտ լինի աշխատանքի արագության, արդյունավետության տեսանկյունից, այսինքն քո ինֆորմացիան թե պետքա սերվերի վրա պահվի, Amazon-ին, Google-ին կամ Microsoft-ին ձեռնտու կլինի, որ դա լինի Թուրքիայում, քան ԱՄՆ-ում կամ Շրի Լանկայում։ Հեռավորության, ինտերնետի տրաֆիկի ու մնացած պատճառներով։ Ընդ որում իրենք ունեն այսպես այդ քաղաքականություն, որ 3 օրինակ է միշտ պահում, որ հանկարծ X երկրում X սերվերը ինչ-որ տարերային աղետ լինի, երկրաշարժ լինի, ցունամի լինի, վթարվի, եւս 2 օրինակ կա։ Հիմա ոչ ոք երբեք մեզ չի կարող երաշխավորել, որ այդ 3 օրինակներից ռեպլիկաներից ինչ-որ մեկը Թուրքիայում չի պահվում։ Իսկ դա նշանակում է ուղղակի հասանելիություն ունեն այդ տեղեկատվությանը։ Ու երկուսն այդ հիբրիդային պատերազմի այդ մասնիկի իրենք օգտագործում են Հայաստանի դեմ։ Հիմա արի մի հատ ռուսական սերվերները ինչպես չեն։ Արի մի հատ ընդհանուր եզրակացության գա, որ արի վերջի թեման էլ քննարկենք։ Մենք սա իմիջիալի sense բանի մեջ, հիբրիդային պատերազմի մեջ սա ամենաառաջինն է։ Այդ ֆեյքերի, կեղծ էջերի, մանիպուլյացիայի խոճապի տարածման կարողության այս դաշտը։ Տես քարոզությունից սկսեցինք, արի քարոզությունը եզրակացության գան։ Տես, էլի եթե մենք ոնց սկսեցինք, որ այդ ամենի հետ պատերազմը տարվում է առավելապես սոցիալական ցանցերում, չէ՞։ Այստեղ օրինակ ասում են Ֆրանսիայում բացվել է ինչ-որ 1 օրյա կայքեջ, հա, որ ինքը շատ նման է ֆրանսիական ինչ-որ հայտնի լրատվականի էջին, բայց 1 տար կամ 1 նշան փոխված է, տարբեր է, մարդիկ էլ առանց հասկանալու դա վերցնում, տարածում են, հաղում են անում հեղինակավոր։ Okay, եթե Ֆրանսիայում է բացվել, կարան դա ռուսական ընկերություններ լինեն, ռուսական, այսպես ասած, հատուկ տարածքներ կարան թուրքական, ադրբեջանական, իսրայելական, ամերիկյան, այսինքն որևէ կերպ ինչ-որ տարածքը ոչ մի բան չի։ Հա, մենք չենք կարող գտնենք վերջնական սպառողին, այսպես, կամ շահառուին։ Բայց այստեղ էլի այս դաշտում կարտիկով արևմուտք ունի առավելություն, շատ པարզ պատճառով։ Այդ սոցցանցերով մենք խոսում ենք, հա, Facebook, Instagram, YouTube, սրանք բոլորը ամերիկյան ընկերություններ են։ Ընդ որում ուկրաինական այդ պատերազմի սկսվելուց հետո ռուսական բազմաթիվ կայքեր հեռացվել են սանկցիաներում, ընդհանրապես բանա Ռուսաստանի հակառակ ֆունկցիան արել, ինքը Ռուսաստանում արգելել է Facebook-ի, Instagram-ի, Telegram-ը ընդ որում էլի ստեղծվել է ու ռուսական այսպես ասած Պավել Դուրովի կողմից։ Դե բարի ասենք, որ ընդդիմադիր գործիք պատերազմի ժամանակ Ադրբեջանը բոլոր բաները իր կայքերը հակեց արտաքին, որ հիբրիդային պատերազմից բաների համար պաշտպանվելու համար։ Ընդհանրապես ինտերնետը բլոկ էր արել։ Ինտերնետը բլոկ է։ Եվ նաև Իրանում ենք տեսնում, թե այդ պատերազմի ժամանակ ինքը բլոկ արեց։ Իսկ մենք ամեն ինչ բաց, մենք չգիտենք հարվածները որտեղից է գալի, բայց դա մեր ֆունկցիան չի, մենք կարանք բարձրացնենք պետության ֆունկցիան, ոչ թե պետությունը պետքա նպաստի այդ ամեն ինչին, այլ հակառակը ինքը պետքա բլոկ դնի տարբեր բաները, ոչ թե քարոզչության բլոկի խնդիրը չի։ Ինքը պետքա մի ուղղություն չբռնի, որ ասի գիտես ինչ կա, այս ուղղությունը հիբրիդային պատերազմը, այս մի ուղղություն հիբրիդային պատերազմը չի։ Այսինքն մենք յետագի ստանդարտների մասին ենք։ Սա է հիմնական վտանգը։ Եթե դու մեկի կողմն ես բռնում, ասում ես սա ազնիվ կողմը, դու նախ չգիտես այդ կողմը ով է։
որովհետեւ դա դες որ ազնիվ կողմ չկա, ցանկացած կողմ դեռ Ռուսաստան կլինի, ԱՄՆ, Թուրքիա, թե Ադրբեջան, իրենք դեռ չեն առաջ տան։ Դրա համար հենց ԱՄՆ-ն մեր մասին ավելի շատ չի մտածելու, քան իր սեփական շահերի։ Արտադիր ու տենց էլ պետք է լինեն։ Իսկ մենք, չգիտես խի, մենք ասելով այդ հանրության այն մասը, ովքեր տենց հակառուսական տրամադրություն ունեն, միշտ անդադ սլակներ տենցան, որ հեսա Ամերիկան գալու է մեզ փրկի, չգիտեմ, Նենսի Փելոսի այցով մենք փրկվեցինք, Վենսի այցով, ոչ մեկ չի գալու փրկի։ Ամեն երկիր գալու է իր սեփական շահերը։ Քրդերը չփրկվեցին, ոնց որ աֆղանցիները չփրկվեցին, ոնց որ Ուկրաինան, եթե դաժան հնչի, ինքն էլ չի փրկվում, իր արյան գնով է պայքարում։ 1 միլիոնից ավել զոհեր կան ու այս պայն դեռ բարձի թե ինչի համար է։ Դե բայց մարդիկ պայքարում, ասածս ինչա պետության ֆունկցիան պետք է լինի ոչ թե տարանջատել, ասել, էսի լավն է, էս մի հիբրիդային պատերազմի մի օղակը։ Ենթադրենք ԵՄ-ի հայտարարությունները հիբրիդային պատերազմ չեն, բայց Մարիա Զախարովի հայտարարությունները երկուսն էլ կարող է մաս դառնալ։ Հիմա սա ինչ որ այսպես ասած ես էլի կարող պեսիմիստական հնչի, բայց ինչ որ առումով ես պետությունից հույսս կտրել եմ, բայց սա ոչ թե պետության, գիտես ինչ առումով, ոչ թե որովհետև իշխանություններին է մեղադրում կամ այլն, այլ այս պատճառով ամեն դեպքում պետությունը ֆիզիկապես չի կարող բոլոր տեղեր հասցնել։ Որի համաձայն եմ։ Ու ամեն անհատի պարտականությունն է դա։ Այսինքն երբ որ դու կարդում ես մի հատ X լուր կամ կարդում ես X մարդու մեկնաբանություն, որ այդ լուրը հիբրիդային պատերազմի մաս է, պետք է ինչ ասենք, սա երբավարությանը, ինչի ասում, քննադատական մտածողություն լինի։ Բայց դա դպրոցից պետք է ձևավորվի այդ քննադատական։ Դա երբեք ինֆորմացիա դառնա երբեք ուշ չի, այսպես ասած, փորձել է թմտությունը ձևավորել, բայց այսպես դրա առաջին քայլը պետք է լինի ոչ թե արագ ընդունել որպես այսպես բացարձակ ճշմարտություն այն ինչ ասվում է, այլ ուղղակի մտ փորձել տրամաբանել։ Հիմա նույն էլ եմ ասում, ֆեյքերի պահով նախ շատ դժվար է շահառուին գտնել, բայց ինքն է որ ֆեյքերի պահով Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում այդ ֆեյքերի այսպես ասած գեներացման առումով արևմուտքը ունի մի քանի անգամ ավելի շատ առավելություն։ Որովհետեւ հարթակները իրենցն են։ Ընդ որում ռուսական էլ եմ ասում, բազմաթիվ կայքեջեր լրատվականներ ուղղակի Պրոստը 100% բլոկ են արվել։ Նաև fake ինստիտուտը չկա, մարդը օգտատերը բացեց իր հաշիվը, ինքը միանգամից տվյալ պետության ինքը պատասխանատու է այդ գրածի համար։ Ինքը իր ամեն տարի համար ինքը պատասխանատու է։ Ինքը net չի որ քրեական պատասխանատվությունից ազատվում է, ինքը այդքան ազատ վիրավորել, այդքան վիրավորելը դա արդեն parza մարդկային բանն է։ Մենք դրա վրա ենք կենտրոնում, բայց վիրավորելը չէ։ Հենց կոնկրետ թշնամական քարոզություն իրականացնելը։ Այդ կոնկրետ պանիկա տարածելը, կոնկրետ սադրանքներ տարածելը, այսինքն միայն բան չի, մենք մի անգամ խոսել ենք, միայն մենք շատ է կենտրոնացած արևմուտքը ինքը կարող է պետությունը քանի որ կարողանում է պաշտպանել, ինքը ավելի շատ ուղղված է այդ child molestation-ի, այսինքն սեռական բռնարարների դատապարտման կամ կրոնական կամ հակահաբեկչական գործողությունների վրա, բայց մեր մարտահրավերները շատ ավելի մեծ են, դրանցից են ավել։ Եթե այնի անհատին ասեցի ամբողջ հասարակությանն է ուղղված։ Շնորհակալություն այսօրվա համար։ Հա, ինչ թվում է մենք կարողացանք ինչ որ ձևով թեման բացել ու ուղղակի պետքա ուշադիր լինել, ուղղակի պետքա ինչպես Լևոնը նշեց, պետքա ամեն ինչ անել, որ նույնիսկ մեր ասածին քննադատական լավ կլինի, որ քննադատը ոչ թե պիտակավորել մարդուն, դա էլ է հիբրիդական պատերազմների ձև։ Եթե մի հատ միտք ես արտահայտում, ես քեզ բռնում եմ պիտակավորում, ասում եմ, վայ դու ես մարդն ես, դա հիբրիդային պատերազմի ձև է։ Որովհետև դու պայքարում ես ոչ թե մտքի դեմ, այլ անհատի։ Դու թուրքական ագենտ ես, դու KGB ագենտ ես, դու ՑՌՈ-ի այսինքն բովանդակային քննարկում չկա, այլ պիտակավորում։ Միանգամից պիտակավորումը խփում են, ու տենց գնում է մարդ եթե ինչ-որ թեզա պաշտպան կամ եթե մարդ ուզում է բացահայտի ասի, գիտես ինչ կա, որ ժողովուրդ ջան, հնարավոր է որ այստեղ ծուղակներ լինեն, ինքա ոչ որ դե ինչպես կարողացար ասել այդքան բանը, որովհետև դու ուրեմն թուրքական բան է, ինչ որ ազդեցության բան է, դա վերաբերում է եւ իշխանությանը եւ այդ բանը մեխանիզմները օգտագործելու։ Ու հետաքրքիր է այդ արևմտամետ ռուսամետ այդ հոսույթն է այդ հիբրիդային պատերազմի մաս։ Ինքը որովհետև այդ իրար թիրախավոր են իրար։ Այսինքն հերիքա մի հատ շուտ X հարցի վերաբերել ունենաս որոշակի դիրքորոշում, պաշտպանես, ընդհանրենք ասես, ես մարդը խելոք բան ասում, ուրեմն դու ես չի ասում թե ինչ է ասվել։
իմաստը չի ասվում։ Բովանդակության մեջ մտնում էլ անձին ուղղակի ճիրախանում։ Եթե ասացի, ուրեմն եթե ես մարդուն պաշտպանեցի, եթե կոնկրետ արարք պաշտպանեցի, ուրեմն դու բանա ինչ որ բանի Էրդողանի ստրուկն ես կամ Պուտինի ստրուկն ես կամ ես շատ գիտեմ ինչ ես այսինքն դիկտատի թվարկելը շատ հեշտ է, բայց բովանդակությունը պետք է լինի։ Դա մասը հիբրիդային պատերազմի ձևերից մեկը, ուղղակի այնքան ենք թուլացած որպես սիստեմ, որպես համակարգ այնքան ենք թուլացած, որ շատ ամեն ինչին տրվում է։ Դա մարդը տրվում է, մարդն էլ քրթական մակարդակն էլ է այնքան ցածր, որ մարդը չի խորանում, թե ինչ է ասվել կամ մի հատ հատված վերցվում, մի հատ մի նախադասություն բանից։ Դա էլ է մասը դրա կոնտեքստից կտրվում է ու ընդհանուր սիստեմի մեջ դնում են ու տենց մեծ շատ կեղտոտ պատկերը կարող ասեմ, կարող է 10 հատ նկար են անում, դա նաև բան է։ Ենթադրենք 10 հատ վատ մարդկանց, այսպես կամ հասարակության մեջ հերինակություն չունեցող մարդկանց պատկեր են դնում, մի հոգի մեջ է կարող է հեղինակավոր մարդների դրան էլ մեջ հայմացանում, ասում են բոլորը ալիքիտակ էտել է ձևերից մեկը, որ ընդհանրապես ոնց կեղտոտել, ոնց արժե զրկել ամեն ինչ։ Վերջինը մեկտես ինչը մոռացանք, երբ որ Լեբոնը ասում է, որ ամբողի մեջ այդ բանը, այդ ամբողի էֆեկտն էլ կա, չէ՞, այսինքն եթե 10 հոգի գնացին դեպի աճ, ու 11-րդից ավտոմատ իրանց հետևից գնում ես այդ ստադնե ճուստը, այսպես ասած, այդ հոտային զգացողությունը։ Ու այսօր այդ նույնը դու շատ լավ ես ժամանակ նկատել, որ այդ նույնը սոցցանցերում է։ Այսինքն եթե ինչ-որ մարդ մի թեմայի նկարա, լուսանկարա դրել կամ մի բանով հրապարակումով կիսվել կամ իր մտքերն ա գրել, եթե 10 հոգի մտնում քննադատում են, հնովում են, արդեն 11-րդը չի կարող օբյեկտիվ գնահատել։ Ինքը արդեն կոլեկտիվ անպատասխանատվություն, ինքը անհատի պատասխանատվությունը վերացնում է։ Դեպի Յունգ ենք արդեն գալիս։ Ինքը չէ, անպատասխանատվության խնդիրն է, այդ որ քարը գցելով ոնց քարը գցում են նույն ձևի, ոնց են խփում ոչնչացնում մարդը։ Մի հոգի որ գցեց, հետո արդեն այդ հաղթահարվել այդ կեղտոտությունը։ Հիմա Մալենա ֆիլմը եթե հիշում են, դա դրանով մեզ դաժանագույն ֆիլմ, ոնց այդ ամբողը դատապարտում ու ոչնչացնում մարդուն որպես կերպար, այսինքն ոնց է հարձակում առաջիկին այդ նախանձ այդ ապելությունը ոնց է ուղղվում ինչ որ մի խմբի մի մարդու վրա ու մեղքը բարդվում ու ոչնչացվում։ Հիմա այդ ամենը մենք սոցցանցերում հարձակվում են, թիրախ են դարձնում ու ջնջում են, ոչնչացնում են։ Այսինքն դա մենք շատ քիչ մեր հնարավորությունն է, որ մենք չտրվենք դրան։ Դες երկու շատ տիպիկ օրինակ, մետրոյում ասենք այդ արցախցի կնոջ պատմությունը, հա, մեկ էլ ինչ որ գտան, որ 5-6 տարի առաջ ինքը Facebook-ում այ մի հատ ինչ որ տես վիրավորական կարող են շեղեն ինքը տեսնեն։ Հա, այդ 6 տարվա մեջ էլ ուրիշ բան չկա, այդ մարդը, որ ասենք տնից տեղից զրկվել է, դարձել է գաղթական բան, այդ ամենի մեջ ոնցելերը հայրը առաջին Արցախյանում պատերազմել է, այդ սա մի կողմ, այ ինքը 6 տարի առաջ Facebook-ում եսի միջա գրել, բա դուք տես մարդու եք պաշտպանում։ Դա էլ շեղման միջոց ընդհանուր մանր կամ են զույգ տղաների պատմությունը սուսանների եկել։ Առանձին թեմա է, խոսակցության թեմա է 18 տարեկանների, բայց էսի հիբրիդայինի մաս չի ընդհանրապես։ Կարող է դաժե ինչ որ ձևի հերրակաձելի ընդհանուր մտնորդը տենց պետք է չլինի երկրում։ Ինքը չարության մտնորդը, բայց դա հասարակական բան է, հիբրիդային պատերազմի կոնկրետ կարող է գլոբալ առումով, որ ընդհանուր հասարակությանը պարակտելա իրար չարություն ճարտելությունը համերաշխության վերացումը կոնկրետ օտար երկրների կողմից տարվող հիբրիդային պատերազմի հետ ինչ նոմա առնչություն չունի դա։ Դե դու ասացիր, դա կարող է շարունակություն լինել։ Շարունակություն կարող է։ Մտնոլորտը արդեն ստեղծվել է։ Ներսը մտել է։ Վիրուսը մտել է ինքն իրանով, վիրուսը ինքն իրանով է զարգանում, որովհետև բազմանում է, տենց է դեպը վիրուսը։ Սա արդեն դրա դեպքերը որովհետև ինքը իրան արդեն մի ցած կեղտոտ մի չարի սերմա, որ դնում ես ինքը տարբեր ժամանակվա ընթացքում կարա չարի բաներ ծաղիկներ աճացնի։ Շնորհակալ ենք շատ։ Հա, ինձ թվում է այսօրվա համար բավական էր։ Շնորհակալություն, հաջողություն։